Եվրոպական ստուգատեսում 5 մեդալ, մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Հունահռոմեական ոճի մշամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները։ Առաջնության հայտնությունը 60 կիլոգրամ քաշային Սուրեն Աղաջանյանն էր։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը մեծահասակների ստուգատեսում նորամուտը նշանավորեց արծաթե մեդալով, հաղթելով աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին։ Այստեղ էլ Սուրենն ուներ բոլոր հնարավորությունները չեմպիոն դառնալու։ Եզրափակիչում Եվրոպայի փոխ-չեմպիոն Սերբիան ներկայացնող ռուսաստանցի Գեորգի Տիբոլովի հետ գոտեմարտում Աղաջանյանն առաջինը միավորներ հավաքեց, այնուհետև մրցակիցը հետ բերեց կորցրածն ու 2-2 հաշվի ժամանակ վերջին միավորը վաստակելու շնորհիվ հաղթանակ կորզեց։ Այս մեդալը իրականում շատ բարդ է տրվել ինձ, շատ սպասված է եղել, իհարկե գույնը այդքան էլ մեր սրտով չէր, ավելին է ակնկալում, բայց այսօր ինչ-ինչ պատճառներով ստիպված կբավարարվենք սրանով եւ կփորձենք հետագայում ավելի բարելավել։ Մրցումային վերջին օրը նաև 2 բրոնզ պատվոհարտակի 3-րդ աստիճանին կանգնեցին Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը։ Մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Տերտերյանը նույնպես առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարին։ Եվրոպական մեկ այլ ստուգատեսում ծանրամարտում էլ ունեցանք բրոնզ։ 79 կիլոգրամ քաշայիների պայքարում երկամարտի 338 կիլոգրամ արդյունքով պատվոհարտակի 3-րդ աստիճանին կանգնեց Մարտին Պողոսյանը։ Մեր մարզիկների հաղթանակներին անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Շնորհավորելով մարզաշխարհին ՀԱՕԿ նախագահը նշել է, որ սա Հայաստանի մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի եւ մեծ նվիրումի շնորհիվ։ Բաթումում եւ Տիրանայում Եվրոպայի առաջնությունները շարունակվում են, առաջիկա օրերին պայքարը կսկսեն ազատ ոճայինները։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։